Տիկին Սերանյան, հիմա փորձենք սիստեմավորել ձեր ասածը։ Ա. Հունիսի 7-ից հետո հնարավոր են տարբեր սցենարներ, մինչև հունիսի 7-ը ամեն այլանդակություն հնարավոր է։ Գ. Պետք է լինել ավելի ճկուն եւ դա վերաբերում է ընդդիմադիր համակարգերին, հանրային համակարգերին, որ դիմակայել այդ այլանդակություններին։ Հա, բայց ինչեւ այդ միասին խոսեն հետո։ Հա։ Դրա կարևոր ենթակետը իհարկե ներքին ստվերային գուցե ոչ հրապարակային կամ թեկուզ հրապարակային լայն շփումներն են աշխատանքն է, որովհետև համաձայն որտեղ այս այլանդակությունը պետք է կասեցվի մի հատ տեսական հարց, ասես հիմա նայեք ինչ եմ օրինակը բերում երեկվա միջադեպի վրա, ինքը գնաց մի միջավայր, որտեղ ակնհայտ իրեն չէին սպասում, բան իմաստով, ուղիղ իմաստով, ինքը մերժելի էր այդտեղ։ Գնաց մի միջավայր այն մարդկանց մոտ, որոնց հեղինակություններին, սրբություններին ինքը ցուցադրաբար վիրավորել է։ Եվ գնաց ակնհայտորեն պրովոկացիայի։ Երբ որ ինքը վերակենում այդ երկու օլիգարխը, երեք օլիգարխ եւ այլն վիրավորում է մարդկանց, իր մտքով չի անցնում, որ այդ մարդկանց հետևը կա հսկայական ընտրազանգված եւ վիրավորում է այդ մարդկանց։ Տեսական հարց, ասենք դուք համարում եք, որ ասենք խոշոր ընդդիմության հանրահավաքին կարող է վերկենա գա։ Գա ասի, եկել եմ քաղաքական գործունեություն եմ ծավալել։ Ինչի եկեղեցի կմտնի, որտեղ ինքը անկոչ հյուր էր, երեք, եւ նույնը չի կարա գա անի խոշոր ընդդիմադիր հանրահավաքին երթին, ասի եկել եմ, որը ուղղակի կբերի, չգիտեմ ինչի։ Հնարավոր տեսնում եք այդ այլանդակությունների կառավարելության շղթայում նաև նման բան։ Երկու մասի բաժանեմ հարցը, որովհետև տեսեք, եթե ես PR տեսանկյունից եմ նայում, ինքը ճիշտ է արել։ Ինքը իր համար ճիշտ է արել, ու ինքը հասել է իր նպատակին։ Եվ իր նպատակը ո՞րն է։ Ժողովուրդ, PR-ում ամենակարևոր կանոնը, հա, կարևորը որ անտարբեր չլինեն ձեր նկատմամբ։ Ու ինչ ուզում եք արեք։ Ինքը ընդունակ է ամեն ինչ անի, որ իր մասին խոսեն։ Այսինքն PR տեսանկյունից ինքը հաջողեց, ինքը ստացավ իր արդյունքը, երեք ինքը ծաղկազարդի սուրբ օրը թողած քննարկում էին ինչ իր պրովոկացիայի սադրանքի արդյունքում տեղի ունեցածը, իր արարքը։ Ինքը դարձավ թույն մեկ թեմա, որտեղ մի մարդ է, որը հասկանում եք, ոչ սրբություն ունի, ոչ կար, հետևաբար քննարկել հանցագործից բարեգծություն սպասել, հա դա բան կլինեմ, էլի աննորմալ կլինեմ, եթե ես տենց բան սպասեմ, էլի, որ հանցագործը բարեգութ կգտնվի, 18-ից սկսած իր թիրախում եկեղեցին է։ Պարզ չէ շարունակելու է, հիմա որոշ դադար է տվել, որովհետև դա իր վարկանիշի վրա ազդում է, ասել են խորհուրդ են տվել բանանի, մի քիչ հետ քաշվի եկեղեցուց, բայց շարունակելու է, հա, բայց մեզ թվացել է, վայ, հիմա մոռացել է եկեղեցին ինչ-որ ժամանակ, ոչ, ավելի մեծ ծավալով է լինելու, հետևաբար այո, պատրաստ պետք է լինենք, ցանկացած բան անելու է, ցանկացած բան կարող է հանրահավաքին էլ գնա, ամեն ինչին էլ գնա, որովհետև ինքը գնում է բան, հա, ինքը հասկանում է, որ ինքը էպսի գծեր է անցել, որ ինքը դեռ եթե այս ծրագիրը ավարտին չհասցնի, այն տերերը իրեն, որոնք բերել են իշխանության իրեն, հա, արտաքին այդ ուժերը, իրեն չեն տալու վայրեջքի ոտնատեղ անգամ, չէ, ինձ տենց է թվում, այսինքն ես հասկանում եմ, ինքը իր կյանքի ու մահվան կռիվն է անում, դա մարդը պիտի փրկվի, չէ, ուզենա փրկվի, հիմա թե քանի հոգու իր հետ կտանի կխեղդի, դրան պետք է պատրաստենք, մի բան միայն, հա, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ սա բարձրացան ասելը, ինքը այն ինչ որ անում է, հա, իր PR խորհրդատուները, իրեն տալիս են խորհուրդներ, որոնք իր հակով են։ Ցավոք սրտի ընդդիմությանը կան խորհուրդներ են տալիս PR-ի խորհուրդներ, որոնք այդ խորհուրդները իրենց հակով չեն։ Ու այդ մարդիկ դիսկոմֆորտի մեջ են հայտնվում, չեմ ուզում շատ բան ասեմ։ Հա, պետք է դրակրողը լինես, հավատաս են ինչ որ դու անում ես։
Հասկանում ես, երբ որ դու հավատում ես նրան, ինչ որ դու անում ես, դու ունենում ես գաղափարակիրներ, համակիրներ, դու սկսում ես արդեն տարածվել։ Սա է խնդիրը։ Ինքը անելու է ամեն ինչ։ Իսկ պատրաստ ենք օրինակ հաջորդ բանին, ընդդիմությունը դրան պատրաստ է, ես չգիտեմ։ Մի քանի հոգի կան, որոնք պատրաստ կարող են լինել անհատների դեպ, չեմ ասի անունները։ Անդիմադիր դաշտից ես համարում եմ հազվադեպ մի քանի հոգի կարող են, այսպես եթե դեմ արդեմ Փաշինյանի հետ հայտնվեն, իրեն ուղղակի ջախջախեն, բովանդակային առումով, բովանդակային։ Ցամոք մի քանի հոգի կարող են անել։